Գյուղմթերքի բերքահավաքի ակտիվ շրջանն է հիմա, եւ ուրեմն ամենակննարկվող թեմաներից մեկը պտուղ բանջարեղենի արտահանման խնդիրներն են ու ֆերմերների ֆինանսական դժվարությունները։ Կառավարությունն այսօր հաստատել է մի ծրագիր, որի շրջանակում առաջարկում է վարկային արտոնությունների երկարաձգում այն այգետերերի համար, որոնք բախվում են արտահանման մասնավորապես ռուսական շուկամուտքի սահմանափակումների հետ։ Ըստ այդմ, այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ստանալու են վարկի մարման ժամկետի 1 տարվա երկարաձգում և ևս 1 տարվա մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Սա նշանակում է, որ այգետերը 1 տարի չի վճարելու վարկի մայր գումարը, վճարելու է միայն տոկոսները, կամ դա էլ չի վճարելու, եթե վարկը եղել է անտոկոս։ Շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց, գիծ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիտորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 26 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը։ Մեկ այլ ծրագրով կառավարությունը ջերմոցատերերի համար է սկսել կիրառել նույն արտոնությունը։ Վարկառ ու ջերմոցատիրոջը տրամադրվում է մայր գումարի վճարման 6 ամսյա արտոնություն։ Դրանից հետո արտոնյալ ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորություն կա։ Գործադիրում ընդհանուր առմամբ արված աշխատանքից գոհ են։ Ասում են, կարծես գյուղմթերքի գնանկում չի նկատվում։ Էժանացում ֆիքսվում է միայն ծաղկի եւ լոլիկի շուկաները։ Այդպիսի ազդակ, որ մեր շուկայում գնանկում կա, մասնավորապես մրգի, բանջարեղենի եւ այլն, այսինքն բանջարեղեն մրգային դեֆոլտ ունենք, տենց ոնց որ թե տենց ազդակ մենք ընդհանրապես չունենք։ Վարկը մարելու արտոնությունն իհարկե լավ է, բայց դա ընդամենը շունչ քաշելու հնարավորություն է բիզնեսի համար։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի միևնույն է, ֆերմերները ստիպված են լինելու վարկը փակել, իսկ դրա համար հիմա եւ հետո պետք է կարողանան վաճառել ստացած պրոդուկտը՝ պտուղ բանջարեղենը։ Այստեղ ամենակարևոր հարցն է առաջ գալիս. որտեղ եւ ի վերջո որոնք են հայկական գյուղմթերքի սպառման նոր շուկաները։ Մեծ հաշվով բոլոր սցենարների դեպքում պլյուսով է լինելու եւ հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ, նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ Հիմնական անելիքը տնտեսվարողներինն է, որոնք պետք է տրանսֆորմացնեն իրենց արտադրական պրոցեսները, դրանք հարմարեցնեն նոր շուկաների պահանջներին եւ դիվերսիֆիկացնեն արտահանումները, համոզված են կառավարության ներկայացուցիչները։ Այսինքն կառավարությունը օգնում է, որպեսզի բանկերը չսնանկացնեն մարդկանց, բայց հետագայում բիզնեսի գոյությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը պետք է կատարեն հենց իրենք՝ ֆերմերները։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։